Բայց ես խնդրեմ ներկայացրեք եւ ներկայացրեք թե արդեն որերորդ օրն է դուք գտնվում եք Ազատության հրապարակում եւ ձեր պահանջները։ Բարև ձեզ, Արտակ Մկրտչյան, Հավաստան Հանրապետություն ՀԿ նախագահ, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ։ Մենք արդեն մարտի 29-ից մինչ այսօր այստեղ ենք ու այն պահանջները, որ ներկայացրել ենք թե այդ հավաքի օրը, թե մինչ այդ հավաքը որ ներկայացնում էինք կառավարության տարբեր ներկայացուցիչների, ցավոք սրտի մինչ այսօր ոչ մի դրական փոփոխություն չկա, ոչ մի դրական տեղաշարժ չկա եւ հենց երեկ էլ պահանջագրի պատասխանը կառավարությունը ուղարկեց։ Այո, եւ դուք նաեւ հանդիպել եք փոխ վարչապետի հետ, եթե չեմ սխալվում։ Այո, փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է սոցիալական հարցեր, որ էլի դրական ոչ փոփոխություն չկար, ոչ մի էլի նույն ձև պահանջագրի մեջ էր նշված, մեր պահանջագրի 12 կետեր ներկայացված եւ այդ կետերից կարելի ասա պատասխանել են ընդամենը 5 կետի, որը վերաբերում է սոցիալական հարցերի էլի ու որը կարելի լրությամբ մերժվել է եւ նաեւ այդ պատասխանի մեջ կարծես թե որ ընթերցում ես նայում ես, չգիտեմ, պատերության կամ չեմ կարող մեծ բառերով նկարագրել ինչ վերաբերմունք կա արցախցիների հանդեպ։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք այս պահի դրությամբ կառավարությունից, քանի որ կարելի է ասել, որ կառավարությունը մտադրված է արցախցիների նկատմամբ այսպիսի դաժան կերպ վարվում։ Ինչ եք ակնկալում կառավարությունից։ Ներկա պահին այն փոքր, որ շատ չնչին փոքր դրական արդյունք որ կար, համաձայնվեցին փոքր խմբերով աշխատանք իրականացնել, այսինքն չեմ ակնկալում որ էլի որ ինչ-որ բան կփոխվի, ակնկալում եմ այն որ դա ժամանակի հարց է եւ ժամանակ ձգելու հարց է, աշխատում են մենք 3 հայտարարեցինք որ սկսում ենք լայնածավալ համախմբան աշխատանքներ, որպեսզի քանի որ սա ոչ միայն արցախցիների հարց է, այլ համաժողովրդական պայքարի համաժողովրդական հարց է եւ բոլորին թե հասարակական, թե քաղաքական, թե անհայտ գործիչ հայտնի հասարակական ակտիվ գործիչների միավորելու մեր այս պահանջների մեր օրակարգի շուրջ եւ միասին պայքարենք որպեսզի հասնենք մեր իրավունքների ցույց տանք որպեսզի մեր իրավունքները ոտնահարվի։ Ինչ սպառնալիքների եւ վտանգների առաջ են այս պահի դրությամբ արցախցիները կանգնած։ Ինչ տեղի կունենա, երբ որ լրիվությամբ արդեն զրկեն այդ 40+10,000-ից։ Չէ՞ որ այս դեպքում շատ մարդիկ դա իրենց համար տան վարձ էր եւ ստացվում է նորից կմնան տնավեր։ Չեմ ուզում շեշտել կոնկրետ 40+10, որովհետեւ մենք չենք գնում գումարի համար պայքարի, մենք չենք գնում, մենք դա այս պահին գործող այլընտրանքներ, որ արցախցին դուրսում չի ապրում, արցախցին վատ պայմաններով չի ապրում, այն բավարար, այն ամենաչնչին պայմաններով կարողանում է մանավանդ այս իրավիճակում, գիտեք ինչպես են տների գները ինչքան են բարձր, մարդիկ կարողանում են զորով այդ գումարով իրենց տան կարիքներ, այսինքն իրենց մինիմալ բավարար կարիքները հոգալ այդ գումարով։ Մենք պահանջում ենք նախ ամենաառաջինը քայլեր ձեռնարկել հետ գնանք Արցախ անվտանգ ճանապարհի, բայց քանի որ այս պահին տեսական է, այսինքն ճանապարհը պետք քայլերը պետք որպեսզի հետ գնանք։ Այս պահին գոնե բավարար պայմաններ ստեղծեն, տրամադրեն կացարան բավարար պայմաններով։ Չենք ուզում ոչ մի բան ու ոչ թե կացարանել, այսինքն գնում է այնպիսի բան, որ արցախցին ստե տուն ա ուզում պայքարման բնակ, չէ մենք տուն չենք ուզում, կացարան, որպեսզի մինչ այն օրը երբ գնանք Արցախ։ Եվ նաև բավականին շատ է տարածվում արցախցիների նկատմամբ ատելությունը։ Մենք կարող ենք տեսնել, որ իշխանության մոտ կանգնած մարդիկ կարող են իրենց Facebook-յան էջերում արցախցիների նկատմամբ վատ մեկնաբանություններ գրել եւ այս վերջերս նաև դեպքեր տեղի ունեցել, որ արցախցի տղային խոշտանգել էին եւ ծեծել էին։ Ինչ է կարծում, մեկը մյուսի հետ կապ ունի, միգուցե սա կառավարության իշխանության կողմից ինչ որ հատուկ գծված ծրագիր է։ Իմ կարծիքով դա անվում է նրա համար, որպեսզի արցախցիները արտագաղթեն, քանի որ այսօրվա իշխանությունը Արցախի հարցը փորձում է փակել, փորձում է ամեն ձև անել, որպեսզի Արցախի հարց չլինի, ու եթե արցախցին ապրում է Հայաստանում, ու ոչ միայն արցախցին, այն ուժերը, այն մարդիկ, ովքեր Արցախի հարցը փորձում են բարձր պահել, պարզ է, որ այդ մարդկանց փորձելու են, չեմ ուզում մենակ արցախցիներին են թիրախավորում, այն մարդկանց, ովքեր դեպքեր գիտեն, որ նշեցիք խոշտանգումների մասով, այդ դեպքեր գիտեն ոչ միայն արցախցիներին, այլ նաև մեր Հայաստանաբնակ տարբեր մարզերում գտնող էլի տարբեր երիտասարդների նույն ձև ծեծել են, նույն տարբերակով փորձել են խնդիրը կապել այդ մարդու վրա, այսինքն
չտարանջատեք արցախցի, հայաստանցի, այլ այդ խնդիրը ընդհանուր է։ Այն մարդիկ, ովքեր ինչ որ փորձում են իրենց հայրենիքի համար ճիշտ քայլեր իրականացնել, այդ մարդկանց փորձում են ամեն ձև խանգարել։ Այո, այս պահին սոցիալական ցանցերում մեծ բարակտում է մտցված, քարոզություն է գնում իշխանական որոշ մարդկանց, իրենց ֆեյքերի բանակի կողմից, որ փորձում են ամեն ձև կոտրել, բայց նաև ուզում եմ շեշտել, որ տարբեր է սոցիալական կյանքը, սոցիալական ցանցերում կյանքը ու իրական կյանքը լրությամբ տարբեր է։ 29-ից արդեն մարդիկ այստեղ են եւ ամեն օր մարդիկ գալիս են իրենց մտահոգություն են հայտնում, իրենց աջակցություն են հայտնում մեզ, իրենց այն ամենավերջին, չգիտեմ, կոպեկով ինչ որ բան են վերցնում, բերում են հյուրասիրում են մեզ, ասում են, որ այսինքն այնքան կյանքը այնտեղ ձևական սարքում ստեղծում են, որպեսզի պարակտում մտցվի, բայց իրական կյանքում դա այդպես չէ։ Ու հուսով եմ մեր հայրենակիցներն էլ դա մոտ օրերս ցույց կտան, որ մենք միասնական ենք ու մենք կարողանանք միասնական հասնել արդյունքի։ Նաև ակտիվ պայքար եք սկսում, ակտիվ փուլի եք անցնում, ինչ ծրագրեր ունեք, ինչ եք պատրաստում մոտակա ժամանակներում անել եւ ինչ կոչ կանեք հայ ազգին։ Այս պահին այն ինչ փորձում են ժողովրդին խաբելով պարակտում մտցնել, մենք դրա հակառակ ուղղությամբ կազմակերպելու ենք ակցիաներ, որ տեսեք, այսինքն ժողովուրդը նաև այն մարդիկ, ովքեր զոհ են գնում այդ խաբկանքին, ովքեր զոհ են գնում այդ պարակտումներին, մարդկանց հասկացնենք, որ նայեք, մենք բաց ու մենք առանց որևէ ակնկալիքի մեր իրավունքների համար պայքարում ենք ու նայեք ճշմարտությունը որն է։ Ապացուցենք, որ մենք ճիշտ ենք, իրենք սխալ գործունեությամբ են իրենց գործը իրականացնում։ Շնորհակալություն։